Սուրճ ու սեր առավոտից։ Մարտի 13-ն է այսօր 9:30 բարի լույս սիրելի ռադիոլսողներ, մենք սկսում ենք Սուրճ ու սերը առավոտից, ուղիղ եթերում ենք ձեզ հետ լինելու 1.5 ժամ։ Բարի լույս հարգելի ռադիոլսողներ, ուրախ ենք կրկին ողջունելու ձեզ առավոտից։ Ես Մարինա Գրեգն եմ, ինձ հետ տաղավարում աշխատում է Սևակ Հակոբյանը եւ իհարկե ուրախ ենք այսօր եւս միանալու ձեզ հետ կիսելու մեր էմոցիաները, հույզերը, ձեզ փոխանցելու դրական լիցքեր եւ իհարկե բարձր տրամադրություն։ Սուրճ ու սեր առավոտից ուղիղ եթերում է ոչ միայն 107.7 հաճախականությամբ, դա Երևանյան հաճախականությունն է, ամբողջ հանրապետությունում բնականաբար, նաև Facebook-յան մեր լայվը գործարկված է, այնպես որ կարող եք մուտք գործել Հայաստանի Հանրային ռադիոյի Facebook-յան էջ, բաժանորդագրվել մեր էջին բնականաբար եւ միանալ նաև մեր ուղիղ եթերին, մենք ուրախ կլինենք տեսնել ձեր մեկնաբանությունները։ Եվ իհարկե մեր հեռախոսահամարը անփոփոխ է եւ կապն էլ անխափան է 553702, սա ուղիղ եթերի հեռախոսահամարն է, անհամբեր սպասում ենք ձեր զանգերին։ Այսօր մեզ մոտ կարելի է ասել երիտասարդական առավոտ է, որովհետեւ խոսելու ենք երաժշտության մասին, բայց խոսելու ենք ավելի շատ ակումբային երաժշտության մասին, այդ ամենին կանդրադառնանք քիչ անց եւ իհարկե ձեզ ծանոթացնելու ենք մշակութային սպորտային նորություններին, ժամը 10-ին արդեն գիտեք լուրերի թողարկումն է, որը ներկայացնում են մեր գործընկերները, նորություններ Հայաստանի եւ աշխարհի մասին եւ ընթացիկ նաեւ ձեզ տեղեկություն կհայտնենք ավտոճանապարհների, փողոցների եւ տարադրամի փոխարժեքի մասին։ Այնպես որ պատրաստեք ձեր մեկ գավաթ սուրճը, նախընտրության դեպքում թե եւ միացեք մեր ուղիղ եթերին, այսօր այո, երաժշտական, այսպես առավել դիջեյական ռիթմերով համեմված եթերը մեզ սպասվում, արի մի փոքր բացենք այսպես թեման, օրերս նշվում էր դիջեյների մասնագիտական օրը եւ քանի որ դա կիրակի էր, ամեն դեպքում մենք որոշեցինք անդրադառնալ այս մասնագիտությանը, որովհետեւ ինչքան լավ երեկոներ, ինչու՞ չէ գիշերներ են, չէ, երիտասարդներ եւ մենք անցկացրել հենց լավ դիջեյների շնորհիվ։ Եվ այո, եւ իսկապես այսօր դիջեյի մասնագիտությունը գնալով ավելի զարգանում է, շատ մարդիկ արդեն, եթե նախկինում օրինակ միայն արական սեռի ներկայացուցիչներն էին այդ մասնագիտությամբ հետաքրքրվում, հիմա արդեն նաև կանայք աղջիկները եւս եւ մենք ունենք DJ վակցինային առաջին կին DJ այսպես Հայաստանից, որ հիշում ենք եւ նա մինչեւ այսօր էլ շարունակում է իր գործունեությունը, իհարկե ոչ միայն DJ նաեւ ակտիվիստ, չէ, տարատեսակ հարցերում։ Եվ արդեն վակցինայից հետո շատ աղջիկներ որոշեցին համարձակություն հավաքել եւ սովորել այդ մասնագիտությունը, ինչը կարծում եմ, որ շատ հետաքրքիր է եւ լավ փորձառություն է։ Եվ Մարինա, մեկ դրական փոփոխություն էլ կա, որ վերջին տարիներին Հայաստան գալիս են իսկապես աշխարհահռչակ դիջեյներ, որոնք բավականին հետաքրքիր միջոցառումների են մասնակցում, սկսած Արմին Վան Բյուրենից մինչեւ շատ ու շատ այլ հայտնի երիտասարդ անուններ, որոնց տարիներ առաջ մենք սովոր էինք տեսնել էկրաններին կամ պարզապես լսել նրանց միքսերը, բայց հիմա իսկապես Հայաստանում ակտիվանում է թե ակումբային կյանքը եւ թե հետաքրքիր է, որ հաճախ նմանատիպ միջոցառումներ կազմակերպում են պատմամշակութային վայրերի հարևանությամբ, ինչը երբեմն մի քիչ քննադատվում է, բայց ամեն դեպքում սա շատ հետաքրքիր է։ Ես հիշում եմ, երբ որ Գառնիում առաջին անգամ պետք է այդ իրադարձությունը տեղի ունենար, ինչ էր կատարվում, ես միշտ մտածում եմ, որ առաջին նորությունը, երբ որ նոր բան է, ինչ որ միշտ ավելի բացասական ենք ընկալում ընդունում, բայց ինչպես ասում են, սովորելու վրա է։ Այո, արի հենց Գառնիից էլ, երբ տարիներ առաջ եղավ, վերջերս էլ կրկնվեց, սա 2019 թվականին Ասիդ Պաուլիի լայվ կատարումն է Գառնիի տաճարի դիմաց եւ տես ինչքան մարդ կա, այստեղ ուշադիր նայես, ինձ էլ կգտնես։ Ձերքով արասել։ Առավոտյան եկեք այսպիսի ռիթմերով սկսենք օրը։
Առավոտվա այս ժամի համար մի փոքր անսովոր երաժշտություն ենք լսում, բայց այսօր խոսում ենք DJ-ների մասնագիտությունից եւ DJ Ասիդ Պաուլին ենք լսում։ Իդեպ այս կատարումը կենթանի է եւ հենց Գառնիի հարևանությամբ տեղի ունեցած միջոցառումներից մեկի ժամանակ է 2019 թվականից։ Հրաշալի է եւ ինչպես նշեցինք այսօր էլ գովելի փաստ է, որ Հայաստան գալիս են հայտնի DJ-ներ աշխարհահռչակ, ովքեր իրենց կատարումներով երկրպագուներին ուրախացնում են։ Վերջին շրջանում ինձ ահա որ դուր է գալիս Հյուգելը, I Adore You կատարումից հետո ես նրան սկսեցի սիրել եւ հիմա ցանկացած կատարում, ցանկացած երաժշտություն, որը նա միքսում է, cover տարբերակներով ներկայացնում է, ինձ ահա որ դուր է գալիս, շատ դուր է գալիս եւ կարծում եմ, որ հիմա համենայն դեպս անցյալ ամառվանից սկսած նա լավագույն DJ-ների ցանկում է։ Այս միջոցառումների, DJ-ների հետաքրքիր մշակումների մասին դեռ կխոսենք, եթերաժամի այս հատվածում եկեք ծանոթանանք այն կարևոր տեղեկատվությանը, որ ձեզ անհրաժեշտ է սիրելի ռադիոլսողներ տանից դուրս գալուց առաջ եւ այսպես հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ օդի ջերմաստիճանը մինչեւ մարտի 17-ը 4-ից 6 նիշով կբարձրանա, Երևանում եւս առանց տեղումների եղանակ է այսօր կանխատեսվում, արդեն կլինի ցերեկը +21, երեկոյան +15, իսկ գիշերը +6 եւ տեսնենք այս պահին ինչքան է։ Իդեպ այս երաժշտության ներքո շատ դժվար է խոսել։ Դում տիկի այսպես ասել եւ այս պահին Երևանում +10։ Եվ այո։ Դա +10 օրվա ընթացքում քանի աստիճան։ 21 մինչև 21 հրաշալի է, ուրախալի է։ Այսքանը եղանակի մասին, հիմա անդրադառնանք Հայաստանի ավտոճանապարհներին, վերջին ժամի դրությամբ շատ ողջևորվում եմ այս նախադասությունն ասելիս, Հայաստանում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, փակ են Արագածոտնի մարզում Ամբերտ բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարիլիճ եւ Ամբերտ ամրոց տանող ավտոճանապարհները, այս տեղեկությունը կարող ենք էլ չկարդալ, որովհետեւ նորոգման աշխատանքներով է պայմանավորված եւ Լարսը բաց է բոլոր մեքենաների համար։ Իսկ մայրաքաղաքում ինչքան եղանակը այսպես տաքանում է, առավել խցանումները շատանում են, մարդիկ առավել այսպես վաղ են դուրս գալիս եւ միգուցե առաջ եթե տրտնջում էին, չէ, հետաձգում էին գործերը, արդեն եղանակը պատճառ չէ եւ ահա այդ պատճառով ուզում եմ ասել +7 է խցանումային նիշը մայրաքաղաքում, շատ են այսպես ծանրաբեռնված փողոցներ, օրինակ Կորյունը երկկողմանի, այսպես Կորյունին զուգահեռ Աբովյան փողոցը բարձրացող, այստեղ Սարալանջի հատվածում, չգիտեմ անգամ սա ինչ գույն է եւ ինչ է կատարվում այս կողմում։ Նաեւ տեսնում ենք Աթենքի փողոցը դեպի Հաղթանակի կամուրջ ընթացող հատվածն է դժվար անցանելի, Պարոնյան, Գրիգոր Լուսավորիչ, Ագաթանգեղոս փողոցների հատման խաչմերուկն է դժվար անցանելի։ Օպերայի տարածքում այսպես Բաղրամյանից իջնող հատվածը խցանված է, ծանրաբեռնված է երթևեկությունը։ Օրբելի փողոցը դեպի Բաղրամյան պողոտա ընթացող հատվածը, Կիևյան փողոցը երկկողմանի դեպի Բարեկամություն մետրո ընթացող հատվածն է դժվար անցանելի, նաև Կիևյան կամրջի հատվածում, եթե հնարավորություն ունեք աշխատեք շրջանցել, նաև Պարոնյանը դեպի Գրիգոր Լուսավորիչ ընթացող հատվածը։ Գանք այսպես մեր տարածքները, ռադիոտանը մոտիկ, Խանջան փողոցը այսպես դեպի Մանկավարժական համալսարան իջնող հատվածը, Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ, այսպես Տիգրան Մեծից դեպի հրապարակ գնացող հատվածներ, այստեղ Գնունի շուկայի տարածքում դեպի ռադիոտուն փողոցն է մուգ կարմիրով Սարալանջը, ինչպես միշտ նաև Նարդոսի փողոցն է դժվար անցանելի։ Այնպես որ սիրելի վարորդներ, ուղևորներ, զինվեք համբերությամբ, ճանապարհին կարող եք մեզ միանալ, լսեք լավ երաժշտություն, որովհետև խցանումների դեմ պայքարելը շատ դժվար է։ Բայց ինչպես ասում են, անհնարին ոչինչ չկա, եթե լսում ես լավ երաժշտություն, եթե քեզ շրջապատում ես դրական լիցքերով, լավ մարդկանցով, դրական մարդկանցով, աշխատեք ընդհանրապես շրջապատել ձեզ միայն դրական լիցքեր փոխանցող մարդկանցով, որովհետև կյանքը շատ կարճ է, մեզ թունավորելու համար, նյարդայնանալու համար, ընդհանրապես պետք է ուտել շոկոլադ, խմել սուրճ կամ այնինչ մեզ երջանկացնում է, երջանկության հորմոնները ակտիվացնել, ավելացնել եւ վուալա։ Եվ վուալա, ստապում ենք տարադրամի փոխարժեքին։ Այո, ես մոռացել էի, որ դա շատ կարևոր է այն մարդկանց համար, ովքեր այսօր գուցե գումարի հետ ինչ-որ գործ ունեն անելու։ Եվ այսպես ըստ Կենտրոնական բանկի դոլարի փոխարժեքը 393 դրամ 42 լումա է, եվրոինը 429 դրամ 6 լումա, ռուբլունը 4 դրամ 88 լումա։
Ահա, այսքան է այն կարևոր տեղեկատվությունը, որը ձեզ պետք կգա այսօր տանից դուրս գալուց առաջ եւ վերադառնանք մեր օրվա գլխավոր թեմային՝ DJ-ներին։ Ինչպես նշեցինք, օրեր առաջ մարտի 9-ին էր նշվում նրանց մասնագիտական օրը եւ շատ տարբեր երկրներում 2002 թվականից ի վեր այսօրը նշվում է եւ հաճախ աշխարհի տարբեր անկյուններում բնակվող DJ-ները իրենց այդ օրվա աշխատանքի հասույթը տրամադրում են տարբեր մանկական հիմնադրամների որպես բարեգործություն։ Այս տոնին տարբեր երկրներում միանում են հեռուստաընկերությունները, ռադիոկայանները եւ այսպես եւս մեկ անգամ լուսաբանում են եւ անդրադառնում են DJ-ների աշխատանքին։ Մենք մի փոքր ուշացումով, բայց անդրադառնում ենք։ Եվ շնորհավորում ենք իհարկե բոլոր DJ-ներին, որովհետև թվում է թե վահանակի մոտ կանգնած ինչ-որ անիմաստ շարժումներ են անում եւ ոչ այնքան շատ ջանք են գործադրում, բայց իսկապես նախ առաջին հերթին պետք է ճաշակ, որպեսզի կարողանաս լինել լավ DJ եւ մարդկանց մատուցես լավ երաժշտություն եւ ոչ թե անորակ երգերի շարան կամ հավաքածու, ինչպես որ ցավոք սրտի շատ հաճախ ականատես ենք լինում եւ լսում ենք օրինակ հարսանիքների ժամանակ պարտադիր պայման է, չէ՞, այն տաշի տուշիներից հետո հրավիրում են DJ, որը ուղղակի երգեր է միացնում, անջատում եւ այս նրանց DJ կոչելը հաճախ վիրավորում են իրական այս մասնագիտությունը կրողներին եւ այն հարբած բարեկամը, որ գալիս է, եղբայրս մի հատ այն երգը կտանես այս նախադասությամբ։ Եվ ասենք, որ այս մարդկանց աշխատանքը նաեւ դժվար է հաշվի առնելով, որ նրանք հիմնականում գիշերային ժամերի են աշխատում, թեև հիմա աշխարհում մեկ այլ տենդենց էլ կա, որի մասին րոպեներ անց կխոսենք, եւ նաեւ այդ աղմուկը անդադար չէ, նրանք պետք է բարձր երաժշտություն լսեն, այնպես որ ինչպես ցանկացած մասնագիտություն, սա եւս իր դժվարություններն ունի եւ առանձնակի հարգանքի է արժանի։ Մի գաղտնիք բացեմ, վերջերս ինձ մոտ էր նման ցանկություն առաջացել փորձելու, որովհետեւ ինձ շատ դուր էր գալիս։ Առաջին անգամ DJ-ի վահանակի հետ ծանոթացել եմ մեր շատ սիրելի ընկեր DJ Smoke-ի միջոցով, հենց մարտի 9-ին, տարիներ առաջ, դա երևի թե 2012 թվականն էր, երբ ես աշխատում եմ երաժշտական հեռուստաալիքում եւ հենց DJ-ների օրվա արդիվ նրան էինք հրավիրել եւ առաջին անգամ այս թեման այս անգամ Մարինան է առաջարկել, որ սա պատմի, բայց չէ, իմ առաջարկն է։ Ու այդպես ինձ շատ դուր եկավ եւ ինձ դուր եկավ իմ կերպարը այդ վահանակի հետևում կանգնած, ու այս վերջերս մտածում եմ, որ կարող է լավ ստացվի։ Եվ հատկապես դա այն ժամանակ, երբ իսկապես հայտնի չէին, այսինքն կանայք չէին զբաղվում առնվազն Հայաստանում DJ-ինգով, դու էլ կարող էիր լինել առաջիններից։ Իդեպ ինչ է նշանակում DJ, սա դիսկ ժոկեյ, չէ, բառերի այսպես հապավում է, եւ հաճախ մենք ասում ենք, չէ, DJ, չիմանալով թե դա ինչ է նշանակում, եւ աշխարհում երկու տեսակ DJ-ներ են առանձնացնում՝ գիշերային ակումբներում աշխատող, այն մեր իմացած դասական DJ-ները, եւ նաեւ ռադիոկայաններում, չէ, հատկապես շատ տարիներ առաջ հենց մեզ կոչում էին DJ-ներ, հիմա կարծես այդքան էլ չէ, հիմա բոլորը դարձել են պոդքասթերներ։ Եվ հենց 1930-ականներին առաջին ռադիո DJ-ները հայտնվեցին, 35 թվականին առաջին անգամ DJ տերմինը օգտագործեց ամերիկացի հաղորդավար Ուոլտեր Ուինչելը։ Ռադիոկայաններում սկսեցին հայտնվել մարդիկ, ովքեր վինիլներով նվագում էին երաժշտություն, ընտրելով եւ ներկայացնելով կատարումները։ Այո, գանք 1940-ից 50-ական թվականներ երաժշտական ակումբներում, այո, վինիլները շարունակում էին պտտել առանց կենթանի նվագախմբերի եւ այստեղ կարծես թե մի քանի անուններ առանձնացված են։ Ջիմի Սավիլը, այո, Մեծ Բրիտանիայից համարվում է առաջին մարդը, ով 43 թվականին կազմակերպել է պաշտոնական DJ երեկույթ, օգտագործելով երկու սկավառակներ, այն հայտնի, եւ 1960-ից 70-ականներ հիփ-հոփի եւ դիսկոյի ազդեցությունը։ 1973 թվականին Cool Herc-ը Բրոնքսում ստեղծեց breakbeat տեխնիկան, օգտագործելով երկու սկավառակ, ինչից էլ ծնվեց հիփ-հոփ մշակույթը։ Իսկ 1980-ից 90-ական թվականներին սկսվեց էլեկտրոնային երաժշտության հեղափոխությունը եւ սինթեզատորների ու թմբուկային տարբեր այսպես սարքերի զարգացմամբ ստեղծվեցին արդեն այլ ուղղություններ, օրինակ տեխնո, հաուս, տրանս եւ այլ ոճեր, հատկապես տեխնոն այսօր, չէ, այսպես մեծ զարգացում է ապրում եւ DJ-ները սկսեցին օգտագործել նոր տեխնոլոգիաներ, արդեն վինիլներին եկան փոխարինելու CD նվագարկիչները եւ տարբեր թվային միքսերներ։ Եվ տեղափոխվում ենք 2000-ականներ թվային դարաշրջան, DJ ծրագրեր, որոնք թույլ տվեցին միքսել առանց ֆիզիկական սկավառակների։ DJ-ները դարձան փոփ մշակույթի կարևոր մասնիկ, հանդես գալով փառատոներում։ Այո, տարատեսակ փառատոներում։ Եվ մենք զանգ ունենք, այո, տեսնենք ինչ է ասում հեռախոսը։ Բարի լույս։
Բարև ձեզ։ Ողջույն։ Ում հետ ենք խոսում։ Արարատ 73-ն է։ Շատ ուրախ ենք, լսում ենք ձեզ։ Ուզում եմ շնորհավորել մեր մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 128-ամյակը։ Դուք մեզնից առաջ եք այսօր, մենք ուզում ենք անդրադառնալ Նայիրյան աղջիկներին, հանրային ռադիոյի ռադիո լսողներին, Նայիրյան աղջիկներին, Նայիրյան մայրերին, Նայիրյան տատիկներին, բոլորին այսօրը շնորհավորել եւ ամենալավը ցանկանալ, որ բոլորը սիրարվեն, ամուսնանան, հանձինս մեր սիրուն երիտասարդին, Սևակին ուզում եմ ասեմ, այս միամսյակի օրը մեծ զեղչեր են առաջարկել, զեղչերի պայմանն է, որ որևէ մեկը հանրային ռադիոյով իր ընտրյալին Սեր Խոստովանի ամուսնության առաջարկություն անի եւ մեր հաղորդավարներ Տիգրանն ու Լուսինեն ասում են, որ 99% զեղչ են անում, օզոնից ավելի բարձր։ Հենց որ օգտագործի պահը մեր Որսապահը ամուսնացիր։ Երիտասարդ, վերջապես անհրաժեշտ է կողակից։ Շնորհակալություն խորհրդի համար, շատ շնորհակալ ենք, ինչ վերաբերում է Եղիշե Չարենցի ծննդյանը, եթերաժամի հաջորդ հատվածում ենք անդրադառնալու եւ դեռ 3 էլ առաջ էինք ընկել եւ Չարենցյան պոեզիայով երգեր էինք։ Այո, մենք ձեզ համար առանձնացրել ենք հետաքրքիր փաստեր Եղիշե Չարենցի մասին ու նաեւ պատմություններ, որոնք ընկերներն, ծանոթներն են պատմել նրա մասին, այո, մեծ բանաստեղծ այսօր կդառնար 128 տարեկան, այդ մասին մենք կխոսենք հաղորդման երկրորդ հատվածում, իսկ այս պահին շարունակելով DJ-ինգի մասին թեման, տեղափոխվենք արդեն մեր օրեր, 2020-ականներ, նորարարություններ եւ արհեստական բանականության ազդեցությունը։ Անգամ այս ոլորտ արհեստական բանականությունը մուտք է գործել, DJ-ները արդեն աշխատում են հենց AI-ի հետ, ստեղծելով նաեւ ավտոմատացված playlist-եր։ Եվ վիրտուալ իրականություն եւ լրացված իրականություն, VR եւ AR տեխնոլոգիաները ներդրվեցին երաժշտական ինդուստրիայում։ Այսպիսով DJ-ությունն անցել է երկար ճանապարհ ռադիոից մինչև էլեկտրոնային երաժշտության փառատոներ։ Բնականաբար այս թեմայի վերաբերյալ առավել մանրամասն մենք խոսելու ենք մեր հյուրի հետ, եթերաժամի երկրորդ հատվածում հյուրընկալելու ենք DJ Leo-ին, որը շատ հայտնի DJ է Հայաստանում եւ նաեւ նա DJ Guevo-ի հետ ժամանակին ստեղծել է Triangle-ում DJ-ների համայնքը, կարծես այսպես հասարակական կազմակերպության պես եւ տես որ DJ-ների դեպքում անգամ նման ինստիտուտները կարեւոր են։ Եվ մենք ունենք նաեւ Հայաստանում DJ-ների ասոցիացիա, որտեղ եւս սովորեցնում են DJ-ing, եթե կան մարդիկ, ովքեր օրինակ հետաքրքրված են կարող են դիմել եւ այո այսօր եւս ունենք շատ հայտնի աղջիկ DJ-ներ, ովքեր ոչ միայն Հայաստանում են հրաշալի կերպով իրենց ճաշակը ցույց տալիս եւ մարդկանց ուրախացնում թեկուզ երեկույթների ժամանակ, այլև ունեն հրավերներ արտերկրից։ Այո, բնականաբար այս ոլորտը զարգանում է եւ կապելով մեր հաղորդման հետ սուրճ ու սեր, Մարինա, ասեմ, որ վերջին շրջանում բավականին պոպուլյար են դառնում սրճային ռեյվերը, կոֆե ռեյվ, այդպես է կոչվում։ Սա նոր սերնդի, այսպես տրենդներից մեկն է։ Գիտես չէ, բարբերաբար այս նոր սերունդը նոր բառեր է հորինում, նոր միջոցառումներ, դու ստիպված ես որպես մեծահասակ Google-ել տեսնել դա ինչ է։ Երբ դու ինձ ասացիր երեք այս մասին, ինձ համար սա նորություն էր, խնդրում եմ ասա, ինչ է սա։ Գիտենք, որ հաճախ, չէ, գիշերային ակումբներում ժամանակ անցկացնելը, ալկոհոլ օգտագործելը առավոտ արդեն վատ է ազդում մեր առողջության վրա եւ ահա միլիոնավոր այսպես պատանիներ, երիտասարդներ որոշել են այդ երեկույթները տեղափոխել առավոտյան եւ օրինակ DJ է գալիս, այսպես շատ ակումբային երաժշտություն, բայց մարդիկ սուրճ են խմում եւ ապարում են, ինչպես օրինակ դա կանային գիշերվա ժամին ալկոհոլը ձեռքերին, այս դեպքում արդեն սուրճ։ Օրինակ ասեմ գիշերը ուշ լինի, ասեմ վայ շուտ քնեմ, առավոտյան պետք է գնամ ակումբ սուրճ խմելու եւ իմ սիրելի հիթերի ներքո օրինակ ապարելու։ Այո, այստեղ այդպես էլ նշվում է, որ օրինակ կոչվում են morning coffee club։ Սա այն մարդկանց համար է, ովքեր օրինակ չեն կարողանում ուշ քնել կամ երբ ակումբում են անցկացնում ժամանակ հաջորդ օրը շատ վատ է լինում իրենց ինքնազգացողությունը։ Նոր տենդենց է, իդեպ, եթե չեմ սխալվում, հայ Երևանում էլ արդեն մի քանի անգամ անցկացվել է եւ հենց մեր հյուրը նվագել է նմանատիպ միջոցառման։ Նրա հետ կճշտենք, թե դա ինչ այսպես մթնոլորտ է, ինչպես կարելի է առավոտյան ապարել, ուրախանալ այնպես, ինչպես օրինակ գիշերային ակումբում։ Եթե մեր հաղորդումը լիներ անգլալեզու, ես իրոք կառաջարկեի անվանումը հենց այդպես էլ
դիտարկել Morning Coffee Club, հետաքրքիր անվանում կլիներ ռադիոյի համար եւ կարծում եմ այն բավականին ակտուալ կլիներ։ Եվ այսօր էլ երգերը այնպես են ընտրել, որ դրանք remix տարբերակներ են, այսինքն աշխատել են DJ-ներ, նաեւ այս կատարումների վրա արի մեկ երաժշտական կատարում էլ լսենք եւ րոպեներանց մեր տաղավարում հյուրընկալենք ռադիոլուրի մեր գործընկերոջը, եթե իհարկե չունես որևէ ավելացնելու։ Մենք ունենք մեկնաբանություններ Facebook-ում, դրանք կարդանք, բարի լույս մաղթենք մեր ռադիո լսողներին։ Էդիկ Բաբուջյանն է բարի լույս մաղթում, Արտակ Մխիթարյանը, Գայանե Այվազբալյան բարի, Գարնանային առավոտ։ Բարի լույս հարգելի ռադիո լսողներ եւ շարունակում է բարի լույսի մեծն Աստված, երկնակամար շարագունած, ինձ տվել ես նոր օր բացված, փառավորյալ մեծն Աստված։ Բարի լույս եւ լավ օր բոլորիդ, մենք շարունակում ենք մեր եթերը։
Սուրճ ու սեր առավոտից։ Սուրճ սեր ու լավ երաժշտություն առավոտից մենք շարունակում ենք մեր ուղիղ եթերը եւ ինչպես մեր ռադիոլսողը այսպես մեզնից առաջ ընկավ եւ նշեց, այսօր Եղիշե Չարենցի ծննդյան օրն է եւ մենք տաղավարում արդեն նաեւ հյուրընկալել ենք ռադիոլուրի մեր գործընկերոջը Արմինեին Գևորգյան։ Բարի լույս, եւ որոշեցինք հենց Չարենցյան տրամադրությամբ էլ Արմինեի հետ անցկացնել մեր զրույցը։ Այսօր շատ գարնանային տեսք ունես Արմինե, շատ սազում է քեզ կանաչը։ Չարենցը այսօր դառնար 128 տարեկան։ Այո, Չարենցը միշտ արդիական է եւ Չարենցի գրեթե բոլոր ստեղծագործությունները անտիպներից սկսված մինչև տպագրվածները շատ յուրահատուկ են, այսինքն ես չէ որ պետք է էլի Չարենցի մասին խոսեմ, խոսում են Չարենցի մասին իր թողած ժառանգությունը։ Ամենասիրելի ստեղծագործություն։ Այս բանաստեղծությունը շատ քիչ են կարդում, չնայած գուցե շատ են կարդում, ես ուղղակի շատ սիրում եմ։ Էմալե պրոֆիլը ձեր հակինդ աչքերը բիլ։ Կուզեի այսօր երգել որպես մի անհաս դլիլ։ Արդյոք որ վարպետը մեծ հորինել է դեմքը ձեր։ Արդյոք որ ոգին տվեց ձեր դեմքին լուսե գծեր։ Կուզեի երգեր կապել եւ գովել երգովանցիր էմալե պրոֆիլը ձեր հակինդ աչքերը բիլ։ Շատ սիրուն է։ Հրաշալի է։ Այո, շատ սիրուն եւ պատահական չէ որ նաեւ Չարենցյան շատ ստեղծագործություններ նաեւ գեղեցիկ երգեր են վերածվել, որոնք եթերաժամի երկրորդ հատվածում կլսենք եւ միայն Արմինեն չէ կարող է լուրերը կարդալու այսպես ծանր պարտականությունից առաջ պոեզիա ընթերցել։ Արմինե, այսօրվա լրահոսը շատ ծանր է ինչպես միշտ, որովհետև մասնավորապես այսօր բոլոր ուշադրության կենտրոնում Եվրախորհրդարանում տեղի ունեցած քննարկումներ, որտեղ քննարկել են Բաքվում պահվող հայերի մասին են խոսել, մեր ներողությունը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ընթացող դատավարությունների դեմ, արդեն թողարկման ընթացքում կներկայացնեմ։ Այո, եւ այսպես ժամը 10-ն է մոտենում, միանանք եւ դասենք վերջին ժամի նորությունները։ Մենք կվերադառնանք արդեն ժամը 10-ի լուրերից հետո, մնացեք մեզ հետ։ Հայաստանում ժամը 10-ն է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Երևանն է խոսում հանրայինի եթերում լրատվության ժամը խոսափողի մոտ Արմինե Գևորգյանն է։ Եվրախորհրդարանն Ադրբեջանում պահվող հայերի, այդ թվում Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը համարել է ռազմագերի, դատավարությունները ապօրինի եւ կեղծ, պահանջելով Բաքվից նրանց անհապաղ ու առանց նախապայմանների ազատ արձակել։ Այս մասին բանաձևը խորհրդարանը քննարկել է 3 երեկոյան, այսօր կեսօրին էլ փաստաթուղթը կդրվի քվեարկության եւ ամենայն հավանականությամբ կընդունվի, քանի որ դրան միացել են խորհրդարանի բոլոր խոշոր խմբակցությունները։ Իսպանացի պատգամավոր Պերնանդո Բարենան ներկաներին հիշեցրել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումը։ Չենք կարող մոռանալ, որ Ադրբեջանը ավտորիտար պետություն է, որտեղ ցանկացած քաղաքական այլախոհություն ճնշվում է։ Մենք պետք է պահանջենք ազատ արձակել 23 հայ ռազմագերիներին, որոնց նկատմամբ իրականացվում են կեղծ դատավարություններ, դատավարական ընթացակարգերի խախտումներ եւ շինծու մեղադրանքներ։ Պատգամավորը դիմել է քննարկմանը ներկա Եվրահանձնակատարին։ Արդյոք Եվրամիության հանձնաժողովը պատրաստ է Հայաստան ներխուժման դեպքում Ալիևի դեմ կիրառել նույն պատժամիջոցները, որոնք սահմանվել են Պուտինի դեմ Ուկրաինա ներխուժումից հետո։ Իտալացի պատգամավոր Մասիմիլիանո Մալյանն էլ հայտարարել է, որ Ադրբեջանն անխռով շարունակում է բռնությունները հայ ժողովրդի դեմ։ Հայերի նկատմամբ նման հարձակումների պատճառը ըստ պատգամավորի երկուսն են աշխարհագրական դիրքը, որը բաժանում է Թուրքիային եւ Ադրբեջանին եւ քրիստոնյա լինելը։ Եվրապատգամավոր Ֆրանսուଆ Քզավիե Բելամինն ասել է, հասել ենք անպարկեշտության դատավարությունների, այդ դատավարությունները նրան հիշեցրել են ստալինյան դատավարությունները։ Ալիևը արտաքսեց խաղաղ բնակչությանը, օգտագործելով ռումբեր, սպառազինություն եւ ջիհադիստ վարձկաններ։ Դա անելուց հետո նա դեռ մեղադրում է զոհերին, նշել է Բելամին, պատգամավորը դժգոհել է նաեւ Եվրամիության անգործությունից։ Մեկնարկել են իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի քննարկումները, այս մասին Facebook-յան էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս խոսել է նոր սահմանադրության մասին, ասելով, որ նոր
Սահմանադրությունը ստեղծվում է ոչ թե Ադրբեջանի պահանջով, այլ ունենալու է տարածաշրջանային նշանակություն։ Իրականում մեջբերում եմ նրա խոսքից մեկ հատված. իրական Հայաստանի գաղափարախոսության համատեքստում Սահմանադրության փոփոխության անհրաժեշտությունն ունի դեռ 2018 թվականի հեղափոխությունից հետո։ Այդ հարցը միշտ եղել է օրակարգում, բայց այն ժամանակ դա համարել ենք ոչ իրագործելի։ Սահմանադրությունը պետք է լինի քաղաքացիների պայմանավորվածությունը երկրում ապրելու եւ հարաբերվելու կանոնների մասին, ասել է վարչապետ Փաշինյանը։ Ֆրանսիայում տեղի է ունեցել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքը, որին մասնակցել է Ֆրանսիայի վարչապետն ու բարձրաստիճան պաշտոնյաներ։ Ելույթներով հանդես են եկել Հույդա բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամ Մուրադ Փափազյանը եւ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունյո Ռիթայան։ Վերջինս անդրադարձել է Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման հարցին, ընդգծել. «Իմ մտքերը 23 անձանց ներառյալ Ռուբենի հետ են այս ով վտանգի տակ է դնում իր առողջությունը, կյանքը այն արժեքների համար, որոնց նա հավատում է։ Ես մտածում եմ նրանց մասին ու հուսով եմ այսօրվա իմ խոսքերը կհասնեն Ադրբեջանի սահմաններին, որպեսզի գերիները ազատ արձակվեն», ասել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունյո Ռիթայան։ Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելտմանկի Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում տեղի ունեցել Հայաստանում Նիդերլանդների դեսպանության պաշտոնական բացման արարողությունը։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ հպարտ լինելու 3 առիթ կա՝ գործընկերոջ այցը, ռազմավարական համագործակցության փաստաթղթի ստորագրումը եւ Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների թագավորության ռեզիդենտ դեսպանության բացումը։ Այժմ անդրադառնանք միջազգային լրահոսին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է, եթե Մոսկվան համաձայնության չգա Կիևի հետ, Վաշինգտոնը կարող է այնպիսի քայլեր ձեռնարկել, որոնք կործանարար կլինեն Ռուսաստանի համար։ ԱՄՆ-ի առաջարկած հրադադարի ծրագիրը Սաուդյան Արաբիայում Կիևի կողմից հավանության արժանանալուց հետո սա Թրամփի թերևս ամենակոշտ հայտարարությունն է Մոսկվայի հասցեին։ Ֆինանսական առումով մենք կարող ենք այնպիսի գործողությունների դիմել, որ վատ հետևանքներ կունենան Ռուսաստանի համար, նախազգուշացրել է Սպիտակ տան ղեկավարը, միևնույն ժամանակ ընդգծելով չի ցանկանում նման միջոցների դիմել, քանի որ խաղաղություն է ուզում։ Թրամփն այս հայտարարությունները հնչեցրել է Իռլանդիայի վարչապետ Մայքլ Մարտինի հետ հանդիպման ժամանակ։ Պատասխանելով հարցին, արդյոք նա պատրաստ է ճնշում գործադրել Վլադիմիր Պուտինի վրա, որպեսզի վերջինս համաձայնի Ուկրաինայի հետ զինադադարին, Թրամփն ասել է. «Այո, մենք կարող ենք, բայց հուսով եմ, որ դրա անհրաժեշտությունը չի լինի»։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն էլ հրամայել է հնարավորինս շուտ ամբողջությամբ ջախջախել ուկրաինացիներին Կուրսկի շրջանում։ Հաղորդվում է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահը տարածաշրջան ուկրաինացի զինվորականների ներխուժումից հետո առաջին անգամ ժամանել է Կուրսկի մարզ։ Գլխավոր շտաբից հայտնում են, Ռուսաստանի զինված ուժերը շարունակում են Կուրսկի շրջանում գտնվող ուկրաինական խմբավորման ջախջախման գործողությունները։ Եթե Ռուսաստանը մերժի, ապա խիստ պատժամիջոցներ կկիրառենք նրանց նկատմամբ, X-ի էջում գրել է հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը, անդրադառնալով Սաուդյան Արաբիայում Ուկրաինայի հետ ձեռք բերված հրադադարի համաձայնությանը։ Սենատորը գրել է նաև, որ ինքը կոնգրեսի հաստատած պատժամիջոցները կմտցնի, որոնք կվերաբերեն ոչ միայն Ռուսաստանին, այլև այն երկրներին, որոնք գնում են ռուսական ապրանքներ, ներառյալ նավթ, գազ եւ ուրան։ Վաղուց ժամանակն է, որ Ռուսաստանը զգա ճնշող տնտեսական ցավ, որպես Ուկրաինա դաժան ներխուժման պատասխան, գրել է Լինդսի Գրեհեմը։ Եվ վերջում այսօր Կրեմլում տեղի է ունենալու ասուլիս Վլադիմիր Պուտինի, որտեղ Ռուսաստանի Դաշնության մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի բացառել, որ կարող են խոսել Ուկրաինայի մասին, եթե լրագրողները նրան դիմեն այդ հարցով։ Այսքանն էինք առանձնացրել լրահոսից այս ժամի համար, ստուդիայում աշխատեց Արմինե Գևորգյանը։ Սուրճ ու սեր առավոտից։ Էմալ է պրոֆիլը ձեր հակին
աչքերը բին ես այսօր կուզեմ երգեմ որպես մի անհայտ դլի արդյոք որ վարպետը մեծ հորինել է դեմքը ձեր արդյոք որ ոգին տվեց ձեր դեմքին լույս է գծեր Կուզեի երգեր կապել և գովել երգով անձիր Էմալ է պրոֆիլը ձեր հագինդ աչքերը բին Արդյոք որ վարպետը մեծ հորինել է դեմքը ձեր Արդյոք որ ոգին տվեց ձեր դեմքին լույս է գծեր Ես ինչպես ձեզ չսիրեմ դու կարվեստ եք ու հոգի Ո կարելի է արդյոք պրոֆիլը ձեր չսիրեմ Ով երկում իր սրտում ու սովոր է գեղեցիկի Նա պարտավոր է ձեզ հազար սոնետ նվիրել Եվ դուք գիտեք որ սիրուց հիվանդացած իմ հոգում ես միշտ լսում եմ թեթև Թավ թրթիրները ջութակի Երբ համբուրում եմ ես բարակ մատները ձեր ապակի Բարակ մատները ձեր ապակի Էմալ է պրոֆիլը ձեր հագին աչքերը բին Ես այսօր կուզեմ երգեմ որպես մի անհայտ դլի Արդյոք որ վարպետը մեծ հորինել է դեմքը ձեր Արդյոք որ ոգին տվեց ձեր դեմքին լույս է գծեր Արդյոք որ վարպետը մեծ հորինել է դեմքը ձեր Սուրճ ու սեր առավոտից 10:10 մենք վերադառնում ենք ուղիղ եթեր Չարենցյան դրամատրությամբ շարունակում ենք Սուրճ ու սեր առավոտից բարի լույս սիրելի ռադիոլսողներ ովքեր նոր են մեզ միացել ապա ասենք այսօր Չարենցյան է դրամատրությունը որովհետև մարտի 13-ը մեծ պոետի ծննդյան օրն է Հիշեցնենք որ նա ծնվել է 1897 թվականի մարտի 13-ին Կարսում եւ մանուկ հասակից գրել եւ տպագրել է բանաստեղծություններ մշտապես տարբերվել թե տաղանդով թե արտասովոր պահվածքով եւ իր անվան հետ են կապված բազմաթիվ հետաքրքիր դեպքեր եւ մի քանի հետաքրքիր փաստ նրա մասին։ Այո, հենց առաջինը թե ինչու Չարենց Եղիշե Սողոմոնյանը ինչպես դարձավ Չարենց պատանեկան տարիներին մտերիմները նրա այս կեղծանունը բացատրում էին նրանով, որ փոքր ժամանակ շատ աշխուժ եւ չարաճճի երեխա է եղել եւ տանը նրան այնքան են Չար անվանել, որ անունը այդպես էլ մնացել է Չարենց, թեև կա նաեւ դրա երկրորդ վարկածը։ Իր անվան մասին խոսելիս Չարենցն ասել է, որ իրենց քաղաքում այդ թվականներին մի բժիշկ կար, ում տան ցուցափեղկի վրա գրված էր բժիշկ Չարենց եւ շատ յուրօրինակ համարելով այս անունը, այն ժամանակ դեռ Եղիշե Սողոմոնյանը իրեն կոչում է Չարենց, Եղիշե Չարենց։ 1919 թվականին Չարենցն իր ընկերոջ Գևորգ Աբովի հետ մեկնում է Կարս նորաբաց հայկական դպրոցներում ուսուցչությամբ զբաղվելու եւ քանի որ Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն զինապարտներին չէր թույլատրվում ուսուցչությամբ զբաղվել, դրանք օգտագործելով Չարենցի հոր Աբգար աղայի կապերը ձեռք
հիմք են բերում նաև պարսկական անձնագրեր։ Չարենցը իր սկզբնական կրթությունը ստանում է Ջամբազյանի դպրոցում, 1908-ից 12 թվականներին Պատանի Եղիշեն սովորում է Կարսի ռեալական դպրոցում։ Հաջորդ հետաքրքիր փաստը, որ առանձնացրել ենք, գրախանութներից մեկի տնօրեն Ալեքսանդր Տեր Եսայանի միջնորդությամբ 1914 թվականին լույս է տեսնում դեռ Պատանի Եղիշե Չարենցի Աստղիկ Ղոնդաղչյանին նվիրված 3 երկտխրադալուկ աղջկան բանաստեղծությունների ժողովածուն, իսկ Աստղիկը Կարսի Իգական գիմնազիայի 5-րդ դասարանի աշակերտուհի էր, որին եւ սիրահարված էր Պատանի Եղիշե Չարենցը։ Ինչ է անում սերը։ Այո, ինչ գեղեցիկ էր, չէ՞։ Միանգամից հիշեցի դպրոցական տարիները այս 3 երկտխրադալուկ աղջկան վերնագիրը։ Չարենցը շատ ընթերցասեր էր, ընկերներից մեկը մի հատկանշական դրվագ է հիշել Չարենցի մասին։ Հայրը, Աբգար աղան, փող էր տվել, որ Եղիշեն կոշիկ առնի, իսկ որդին առանց երկար բարակ մտածելու այդ գումարով գրքեր առած եկավ տուն։ Դու խելքդ հացի հետ ես կերել, զայրացավ հայրը։ Բոբիկ պիտի մանգաս։ Եղիշեն ձայն չհանեց, բայց հետո երբ դուրս եկանք ու գնում էինք մեր տուն, ճանապարհին ասաց. Լավ է մարդ ոտքից բոբիկ լինի, քան թե խելքից։ Ահա։ Մի անգամ, երբ Իսահակյանը Կարսում զբոսնում էր հյուրանոցի բակում, Պատանի Եղիշեն տեսնում է նրան եւ կախարդված հայացքով մոտենում է նրան, վարպետին դուր չի գալիս այդ սևեռուն հայացքը եւ նա ուժգին ապտակ է հասցնում Չարենցին։ Իսկ ահա արդեն 1925 թվականին Չարենցը Վենետիկում է հանդիպում մեծ վարպետին եւ մտերմիկ զրույցի ժամանակ հիշեցնում է միջադեպը։ Իսահակյանը ծիծաղելով պատասխանում է. Դե ոչինչ Եղիշե ջան, դա ուստա Սիլայի պես է եղել, ապտակս ուժգին է եղել, դրա համար էլ լավ բանաստեղծ ես դարձել։ Լավն էր։ Լավ պատմություն։ Աստղիկ Ղոնդաղչյան, Կարինե Քոթանջյան, Լեյլի, Արմենուհի Տիգրանյան, Արփենիկ Տեր Աստվածատուրյան, Նվարդ Ալիխանյան, Մարիաննա Այվազյան, Լուսի Թարայան, Ռիչի Դոստյան, Արուս Ոսկանյան, Իզաբելա Նիազյան։ Ահա ոչ ամբողջական ցանկը այն անունների, որոնք այս կամ այն կերպ առնչվել են Եղիշե Չարենցի հետ, բանաստեղծի կյանքի որևէ շրջանում նրան ուղեկցել են եւ յուրաքանչյուրն իր անջնջելի հետքն է թողել թե նրա զգացական, թե ստեղծագործական աշխարհում։ Գրադարաններից ու գրախանութներից ժամանակին հավաքում էին Չարենցի գրքերը եւ 1937-ի աշնանը ձերբակալում են նաեւ կնոջը Իզաբելային, իսկ Եղիշե Չարենցը մահանում է Բանտային հիվանդանոցում 1937 թվականի նոյեմբերի 7-ին։ Բնականաբար մենք առավել հետաքրքիր փաստեր ներկայացրինք, բայց գիտենք, որ պոետի կյանքը շատ դրամատիկ է եղել եւ մինչեւ նրա վախճանը մեծ փորձությունների միջով է անցել եւ բայց այդ ամենով հանդերձ անջնջելի հետք է թողել մեր հայ գրականության մեջ։ Միանշանակ եւ նաեւ մեծերն են անդրադարձել Չարենցին, օրինակ Հրանտ Մաթեվոսյանն ասել է. Ինքն է Չարենցը, Մարտիկը եւ Արքան, մարդու հայրենիքի այս հարատև կռվի ոչ մի պահը չուրացած եւ ոչ մի մարտը չշրջանցած արյուն տվող գահակալ բարձունքի հասած Մարտիկը։ Վահան Տերյանը 1919 թվականին այսպես է ասել. այսօր հատկապես առայժմ գոնե Եղիշե Չարենցն է միակ իսկական պոետը կովկասահայ իրականության մեջ։ Էդվարդ Ջրբաշյանն էլ ասում է. Ես իմ անուշ Հայաստանի բանաստեղծությունը 16 տողանի արձանագրություն է, փորագրված վիթխարի ժայռի վրա, որը կտակված է դարերին։ Ինչ հրաշալի, այսպես ձևակերպում էր եւ իսկապես երբ ասում են օրինակ ինձ մոտ բանաստեղծություն, առաջինը Եղիշե Չարենցի հենց այս բանաստեղծությունն է մտքից գալիս, երեք էլ դες երեք խոսում ենք զգալով, որ այսօր հենց Եղիշե Չարենցին ենք անդրադառնալու, կարծում եմ չկա մի հայ, ով այս բանաստեղծության գոնե առաջին հատվածը անգիր չի հիշում, այսպես կարծես մեր պոետիկ անձնագիրը լինի։ Եվ նաև Վահագն Դավթյանն է անդրադարձել Եղիշե Չարենցին ասելով. Ինձ մինչև այսօր էլ անհավանական է թվում, որ Դանթեական առասպելը գրված է 18-ամյա պատանու ձեռքով, անհավանական ու զարմանալի։ Իրավի, որտեղից այդքան կյանքի իմացություն, խորասուսումների այդպիսի կարողություն, խորհրդածությունների այդպիսի ներհունություն, այդպիսի լեզու եւ վերջապես այդպիսի անթերի կատարում։ Տառապանքն է երևի, որ ժամանակից շուտ ոտքի է հանել պատանու հոգում նիրհող ուժերը։ Մարինա, ասեմ, որ բնականաբար Չարենցին անդրադարձը էլ առավել ակտիվացրեց մեր Facebook-յան օգտատերերին, Գայանե Այվազբալյանը, ով այսօր իդեպ մեզ չի զանգել, մեկնաբանությունների դաշտում գրել է Լուսամփոփի պես աղջիկ, Աստվածամոր աչքերով, Նունի Ասատրյանը բարի լույս է մաղթում եւ Տիկին Գայանեն, մեր մշտական ռադիոլսողը գրել է, որ Չարենցի 128-ամյակի հետ մեկտեղ նշում ենք նաեւ քրոջս Ժաննայի 75-ամյակը, շնորհավորում ենք Չարենցի հետ մեկտեղ, շնորհավոր բոլոր այն մարդկանց, ովքեր ծնվել են այսօր, սա մեր ռադիոլսողի մեկնաբանությունն էր եւ զանգ ունենք, բայց կարող է զանգը ընդունելը եւս մեկ այսպես փոքրիկ անդրադարձ Վիլյամ Սարոյանից,
Չարենցը, ես իմ անուշ Հայաստանի արևահան բառն եմ սիրում, անոր չհանդիպած գիտեի արդեն իր այս քերթվածը, սկսած էի արտասանել Ամերիկայի մեջ, ամեն մեկ բառ բացատրել տված էի ու գրեթե գոց սորված, զայն մինչև այսօր կնկատեմ մեր երկրին, մեր հողին, մեր պատմության նվիրված ամենեն գեղեցիկ երգը, գովաբանական աղոթքը, հայր մերին նմանվող աղոթքը, ասել է Սարոյանը, տեսնենք ով է մեզ միացել, բարի լույս. Ալո, բարիձե։ Ողջույնում հետ ենք խոսում։ Արուսակ Պարոնյան։ Այո։ Ես ուզում եմ խոսել Չարենցի հետ կապված մեր ընտանիքի հետ, քանի որ այդտեղ հնչեց Արուս Ոսկանյանի անունը։ Ահա։ Ես Արուս Ոսկանյանի եղբոր թորնուհին եմ։ Օ, շատ հաճելի։ Եվ մայրս Մարգարիտա Դարպասյանը այդ վաղ տարիներին 37-38 թվականներին ապրել է Արուս Ոսկանյանի հետ։ Եվ նա միշտ հիշում է, թե ինչպես ամեն երեկո Արուս Ոսկանյանը արգելված Չարենցի գրքերը հանում էր, կարդում էր եւ աղոթքի նման է բոլորը, սարսափելով, որ ամեն րոպե կարող են գան իր հետևից եւ տանեն։ Եվ միշտ մայրս այդ դրվագը պատմում էր, բոլորիս մենք գիտենք այդ պատմությունները։ Հետաքրքիր պատմություն է դա։ Իսկ որ բանաստեղծությունն եք օրինակ ավելի շատ առանձնացնում կամ սիրում Չարենցից։ Դե իհարկե ես իմ անուշ Հայաստանը մեր բոլորիս հոգում է եւ Հիմա ես չեմ կարող ասել, որովհետեւ բանակում եմ, իհարկե բոլոր բանաստեղծությունները մեզ շատ սրտին մոտիկ են։ Շնորհակալ ենք, ահա այսպեսին է ռադիոյի ուժը, մենք ինչ-որ փաստ առանձնացրել էինք, ընթերցեցինք եւ դրա հետ կապված իրական պատմության շարունակությունը մեզ ներկայացրեց ռադիո լսողը։ Եվ այստեղ էլի ունենք հուշեր կապված Չարենցի հետ, այդ մասին րոպեներ անց, իսկ այս պահին երևի թե ճիշտ ժամանակն է հենց խոսել ես իմ անուշ Հայաստանի մասին եւ ոչ միայն խոսել, այլև երգել։ Այո։ Ես իմ անուշ Հայաստանի արևահան բառն եմ սիրում, մեր հին սազի ողբան ավակ լացակումած լարն եմ սիրում, արնանաման ծաղիկների ու վարդերի բույրը վարման ու նայիրան աղջիկների հեզաջկում բառն եմ սիրում, հեզաջկում բառն եմ սիրում Ես ողբած այն երկերը մեր չեմ մոռանա աղոտ դարձած երկաթագիր գրքերը մեր Ինչքան էլ սուր սիրտս խոցեն արյունական վերքերը մեր էլի ես որ ու առնավար իմ Հայաստան յարն եմ սիրում իմ Հայաստան յարն եմ սիրում Չակի պես լուսապսակ չակատ չկա Աշխարանցիր արարատի նման ջերմակագա չկա Ինչպես անհաս պարքի
Սուրճ ու սեր առավոտից։ Ես հիշում եմ ինչպես դպրոցական տարիներին, երբ հանձնարարում էին այս բանաստեղծությունը անգիր սովորել, իմ ամենասիրելի հատվածը, որ ես վերջում անպայման պետք է արտասանեի, այդ վերջին կտորներ աշխարհ անցիր, Արարատի նման ջերմակ գագաթ չկա, մի այլ ոգևորությամբ էինք իհարկե արտասանում եւ այն մինչեւ այսօր էլ տպավորվել է մեր հիշողություններում։ Եվ ինչքան գեղեցիկ բանաստեղծություն է, այդքան էլ գեղեցիկ երգ Խաչատուր Ավետիսյանն է իդեպ ստեղծագործության հեղինակը եւ շարունակենք Չարենցյան տրամադրությունը ու զանգ ունենք, թե ներկայացնենք դեռ հետաքրքիր փաստեր։ Մի քանի հուշեր կան, օրինակ ըստ Միքայել Մազմանյանի Չարենցը աշակերտական տարիներին մի քանի ռուբլի է գտնում Վահան Տերյանի ժողովածուն գնելու համար եւ զարմանալի հայտնություն եղավ ինձ համար այդ գիրքը ու ել ձեռքիցս վայր չդրի, պատմում է Չարենցը, այնպիսի կախարդական ազդեցություն ունեցավ ինձ վրա, որ մինչև օրս էլ առանց հուզմունքի չեմ կարողանում հիշել այդ։ Ահա, եւ զանգը իսկապես ունենք, արի լսենք։ Ահա, բարի լույս։ Բարի լույս, սիրելիներ։ Տիկին Անահիտն ես միացել։ Որ փոքրիկ տխուր էի արթնացել, մտքերս այնքան խառն էին, մի քիչ ուրախ, մի քիչ տխուր, շատ ուրախ էի, որ Մադրիդի Ռեալը դուրս եկավ ֆուտբոլի չեմպիոնատից, այն 1/4 եզրափակիչ։ Այսօր բոլոր ռադիոլսողները առաջ են ընկնում։ Ահա։ Ես մի քիչ, ինչպես ասեք, ինչ ասացիք։ Այսօր բոլոր ռադիոլսողները մեզ զանգում եւ ասում են այն թեմաների մասին, որոնց մասին պատրաստ են։ Որոնք առանձնացրել են, բայց գիտեք, հրաշալի է։ Ինչն է հետաքրքիր, քիչ առաջ լսում էի Եսի Մանուշ Հայաստանի ժամանակակից տարբերակը, բայց այսօր այս պահին առիթ է եկել եւ դեպի հանրային ռադիոյի 100-ամյա ճանապարհին, որը կլինի 26 թվականին հաջորդ տարի, հանկարծ հիշեցի մեր ռադիոյի ոսկե ֆոնդում մի ձայնագրություն, որ ով էլ Եսի Մանուշ Հայաստանի այս կատարումը երկի կատարի, ես ոչ մեկի չեմ փնովում, բայց ոչ ոք չի հասնի Հովհաննես Բադալյանի եւ Թաթուլ Ալթունյանի անվան երկի բարի վաստակավոր անսամբլի այն ձայնագրությանը, որը թողել է հանրային ռադիոյում, այդ երեխա ժամանակվանից այս երգը լսում եմ ու փշաքաղվում ու մեկ էլ Խորեն Բաբկենիչ Աբրահամյանի ասանած այս ստեղծագործությունը, որ ուղղակի չգիտես ինչ ասես, ինձ համար Չարենցը, Մարինա ջան, Սևակ ջան, ինձ համար Չարենցը որքան ամբողջ, այնքան սիրառատ կնամեծար, չգիտեմ ինչ ասեմ, որ այս մարդը անգամ եթե բացասական ինչ որ միտեղ ունեցել է, իր առավելությունները փակել այդ փոքրիկ բացասական, նաև ես դες ասեմ երկունք ֆիլմը հայ ֆիլմի արտադրած, ինձ որոշակի պատկերացում ա տվել Չարենցի մասին, հետո մի բան ասեմ, քանի որ ես չեմ տեսնում, ասենք երբ որ միշտ խոսել է Ազատ Գասպարյանը, ես Եղիշե Չարենցին իրանով եմ պատկերացրել, շատ հետաքրքիր է, էլի ու ես միշտ ուզում եմ ձեր եթերից իմ խորի շնորհակալությունը հայտնել ձեզ մեզ այսքան պոեզիայի ոնց ասեմ էլի այս երկու օրը մեզ դարձրել եք ռոմանտիկ եւ իրոք Այո, գարնան ավելի լավ տրամադրվելու համար Աստված օրհնի եւ պահապան լինի, դες շատ շնորհակալ եմ այս լավ օրերը մեզ ապարգևելու համար, ձեզ լավ օր եմ մաղթում սիրելի։ Մենք ենք շնորհակալ նման խոսքերի համար, հուսով ենք, որ մենք իսկապես կարողանում ենք ձեզ փոխանցել դրականը, լավ տրամադրություն եւ չենք ծանրացնում ձեզ։ Այո, եւ տես 3 պոեզիայից ենք խոսում, այսօր որոշել ենք մի քիչ այլ ուղղություն վերցնել, բայց էլի օրը այնպես դասավորվեց, բնականաբար չենք կարող չանդրադառնալ Եղիշե Չարենցին եւ եթերաժամի այս հատվածում շարունակում ենք էլի այսպես էջեր թերթել ու հետաքրքիր փաստեր ու խոսքեր հիշել Եղիշե Չարենցի մասին։ Եղիշե Չարենցը իր ոչ այնքան գրավիչ արտաքինի պատճառով գրված է։ Վաղ երիտասարդ տարիքում համարցակ չէր կանանց նկատմամբ։ Բանաստեղծն ամեն անգամ սիրահարվելիս ընկերոջը Աղասի Ալայանին էր խնդրում, որ այդ մասին հայտնի տվյալ աղջկան։ Աղասին իհարկե հրաժարվում էր։ Իր մեծ սիրուն Արփենիկ Տեր Աստվածատրյանին հանդիպելով արդեն հայտնի բանաստեղծը կրկին աղջկան այդ մասին ուղղակիորեն հայտնելու համարցակություն չի ունենում եւ 1921 թվականին մի ընկերական հավաքույթի ժամանակ, որին ներկա էր նաեւ Արփենիկը, ներս է մտնում Չարենցը եւ մազերը պահում ընկերոջ Աղասիի ճակատին, Արփենիկին է սիրում, հա, խլել ես ուզում նրան։ Ընկերները վրա են հասնում, զինաթափում Չարենցին եւ առաջ է գալիս Արփենիկը եւ բոլորի առջեւ խոստովանում,
որ սիրում է Չարենցին։ Ահա, ինչպեսի այսպես դրամատիկ պատմություն պոետիկ յանքից։ Եվ այսպես կարմրած բանաստեղծը ներողություն է խնդրում Արփենիկից աղասիից եւ իրականում Մաուզերը դատարկ է եղել։ Չարենցն ու Արփենիկը հետագայում արդեն ամուր ընտանիք են կազմում, սակայն 1927 թվականին ուշացած վիրահատության հետևանքով Արփենիկը մահանում է։ Շարունակելով նրանց սիրո պատմությունը, մի հետաքրքիր այսպես դրվագել կա, աշխարհը ասելով առաջինը կնոջս էի հասկանում, Իզաբելլան Չարենցի երկրորդ կինը պիտի ծննդաբերեր եւ երազում էր Չարենցը այսպես ասելով կնկատեր դարձանք երեխայի տերել դառնայինք ու վերջապես աչքալուսանք են տալիս երեխան ծնվել է բժիշկը երեխայի սերը հայտնում է շատ զգուշությամբ հաշվի առնելով որ այն ժամանակ այսպես դեռ ավանդական մտածողություն էր եւ հատկապես արական սերի երեխային նախընտրում ունենալ գիտեմ ինչ է ձեր ուզածը բայց ասացեք եթե աշխարհում միայն տղաներ ծնվեին էլ մայրեր ինչպես կլինեին ասել է նա Չարենցը փայլում է Արփիկ է ուրախությունից շնչահեղձ ասում է նա եւ հետո պատմում է որ գիշերներ Աստված էի կանչում որ աղջիկ լինելու անունը Արփիկ դնեի աշխարհ ասելով ես առաջին կնոջս էի հասկանում բայց նա հեռացավ իր անունն ու մենակությունը թողնելով ինձ բարձրաձայն չէի կարողանում տալ այդ անունը արձագանքող չկար կյանքը կրկին ինձ լավ կին բաժին հանեց այժմ որ ժամին ձայնում եմ լսում եմ պատասխանը համե Չարենց այժմ որ ժամին ձայնեմ Արփիկ պատասխան եմ ունենալ Ոյ փշակողվեցի տես ինչ եղա Չարենցը 3-ի դեկլարացիան հռչակելու շրջանում գրականության մոդայիկ հոսանքներով տարված հին էր որակում Թումանյանի, Իսահակյանի, Տերյանի ստեղծագործությունները։ Լոռեցի Հովանեսը, Գյումրեցի Ավոն եւ Ախալքալաքցի Վահանը, այսպես էր արհամարանքով բնորոշում մեր մեծ գրողներին, արդեն հասկացանք Լոռեցի Հովանեսը, Գյումրեցի Ավոն Ավետիք Իսահակյանը եւ Ախալքալաքցի Վահանը Վահան Տերյանն էր, սակայն տարիներ անց նա վերարժևորում է մեր մեծերի դերը չթաքցնելով իր հիացմունքը եւ խոնարհումը առաջներում Տերյանին մերժող Չարենցը մահարուն մի անգամ ասում է մենք ինչ ենք Տերյանի համեմատությամբ խուժաններ ենք մի ուրիշ անգամ ասում է երբ պիտի Թումանյանի նման մարդ դառնանք լրջանանք ծերանանք հյուրեր այցելուներ ընդունենք եւ ընդհանրապես երբ պիտի մարդ դառնանք Չարենցյան դրամատրությամբ մեր եթերը մենք կշարունակենք փոքրիկ գովազդային դադարից հետո Սուրճ ու սեր առավոտից Alla gazi pesheronin, pace
Սուրճ ու սեր առավոտից։ Այսպես պարային տրամադրությամբ շարունակում ենք, այո։ Հետևում եք Facebook-ում, հավանաբար տեսաք, թե ինչպես ենք ես ու Սևակը ապարում, բայց դուք չեք տեսնում մեր գործընկերներին, ովքեր ապակուծային կողմ են եւ այնտեղ էլ է շատ բարձր տրամադրություն։ Այո, այսօր այսպես ֆոլք ենք լսում, ազգային երաժշտություն, ժամանակակից մշակումներ եւ շարունակում ենք խոսել մեծագույն պոետի Եղիշե Չարենցի մասին, քանի որ այսօր նրա ծննդյան օրն է եւ այժմ մի հետաքրքիր պատմություն կա նաեւ Մարտիրոս Սարյանի հետ կապված, կա մի հայտնի նկար, ովքեր մեզ Facebook-ում են դիտում, այսպես ցուցադրեմ, վստահ եմ դասագրքերից հայտնի այս կտավը եւ դրա հետ կապված մի պատմություն կա, պահպանվել են Մարտիրոս Սարյանի հուշերը Չարենցի դիմակով նկարը ստեղծելու ընթացքի մասին։ Նկարի համար ֆոն ծառայող կապույտ թաշկինակի վրա ես կախեցի իմ սիրած եգիպտական դիմակը։ Դժվարանում եմ ասել, թե ինչու Չարենցի հետ կողք կողքի նկարեցի դարերի խորքից եկող այդ դիմակը։ Հաճախ արվեստագետը ստեղծագործության մեջ ներդնում է մինչև վերջ չգիտակցված եւ չմտածված մի բովանդակություն, որը բացահայտվում է միայն տարիներ հետո։ Կարևորն այն է, որ եգիպտական դիմակը Չարենցին էլ դուր եկավ։ Դիմակի աչքերը, որոնց մեջ հավերժի այսպես պաղությունը էր արտացոլվում, հակադրվելով Չարենցի կենթանի իմաստուն աչքերի հետ, շեշտում էին դրա անհուն խորությունը։ Մի ուրիշ անգամ էլ Սարյանն ասել է. «Ես դիմակը դիտում եմ մոտավորապես իբրև հմայիլ, ճակատագրի, հավերժանալու, մարդկային ձգտման խորհրդանիշ»։ 1937 թվականին, երբ Իզաբելա Չարենցը ստանում է բանտում գտնվող Չարենցի սպիտակ եղենը լվանալու համար, պահնորդներից մեկը ծածուկ նրան է փոխանցում Չարենցի նամակը, որը գրված էր մատիտով սպիտակ թաշկինակի վրա։ Այն Իսահակյանին էր ուղված։ Թաշկինակի վրա գրված է Չարենցի վերջին բանաստեղծությունը։ Գրված էր. «Սիրելի ավետիք, ներքևում երգում էին քո երգը, սիրտս լցվեց եւ ես գրեցի հետեւյալ ստիխը. ընդունիր իբրև ձոն ու ողջույն, որքան գնում, այնքան խոնար, այնքան անհուն եւ այնքան ջերմ ես խոնարհում եմ քո առջև եւ սեր եւ սիրտ եւ քնար, արդեն ցնորք է անհնար ունենալ երգ այնքան նաիվ, որ հմայե երեխային եւ ծերունու սրտում մնա»։ Իսահակյանը բանաստեղծությունը պահում էր որպես ամենաթանկ մասունք, երբեմն ցույց տալով ամենահուսալի մարդկանց։ Մենք անverջ կարող ենք խոսել մեծագույն պոետի Եղիշե Չարենցի մասին, բայց վստահաբար այսօր շատերը նաեւ առիթ կունենան ընթերցելու, շատ հաճելի է այսօրերին նաեւ սոցցանցերը թերթելիս հանդիպել, որ մարդիկ տեղադրում են իրենց սիրելի ստեղծագործությունները այս կամ այն գրողի Հոբելյանի արխիվ եւ վստահ եմ, որ մեր ռադիոյի եթերում էլ այսօր դեռ Չարենց հնչելու է եւ կտրուկ անցում կատարենք մեր այսօրվա թեմային, քանի որ այսօր եթերաժամի մյուս հատվածում խոսում ենք այո դիջեյների մասին, մեր հյուրն արդեն մոտենում է մեր տաղավարին եւ փոքրիկ այսպես դիջեյական դաթարից հետո մեր տաղավարում կդիմավորենք դիջեյ Լեոին։ Հանրային ռադիոյի ուղիղ եթերում շարունակվում է Սուրճ ու սերը առավոտից եւ մենք եթերաժամի սկզբին խոստացել ենք անդրադառնալ DJ-ի մասնագիտությանը, մի փոքր նաեւ պատմական ակնարկ արեցինք, որտեղից երբ ինչպես տարածվեց այս մասնագիտությունը եւ այժմ հնարավորություն ունենք խոսելու մեր օրյա հայաստանյան լավագույն DJ-ներից մեկի Լեոյի հետ։ Բարի լույս, ողջույն բոլորին, շնորհակալ ենք, որ եկաք, վերջապես հասաք, մենք շատ երկար էինք սպասում եւ անհամբեր ամենակարևորը, շնորհակալ ենք, որ առավոտը սկսել եք մեզ հետ, նաեւ այն բանի համար, որ գիտենք, որ DJ-ները մինչև ուշ գիշեր, մինչև լուսաբաց հնարավոր է աշխատում են եւ իրենց համար շատ դժվար է առավոտյան արթնանալ, բայց ստացվել է։ Ինչպես եք սկսում առավոտները եւ որ ժամից է դա սկսվում։ Առավոտները ես սկսում եմ առողջ, քանի որ ես մի քիչ
թարս DJ եմ, ավելի հետևում եմ ճիշտ սնունդին, սպորտով եմ զբաղվում։ Չեմ խմում։ Քիչ եմ ալկոհոլ օգտագործում, այո։ Ստացվում է, բայց առավոտյան եմ այնպես դասավորել, որ լիքը բան հասցնեմ օրվա ընթացքում, որտեվ կան հանդիպումներ ցերեկը միջոցառումների հետ կապված, հետո այդ ամեն ինչը պետքա ճիշտ դասավորես, որ հասնես, էներգիա ունենաս, հասնես նվագելուն ու մարդկանց դեմը շփտաս եւ ուրախացնես մարդկանց։ Ահա, պաստորեն առավոտ այսպես առողջ լավ տրամադրությամբ սկսում եք, սուրճով, ճիշտ նախաճաշով։ Ահա։ Այո։ Տեսնում եք, որքան հակասական կարող է լինել DJ-ի կերպարը։ Խոսեցիք այն մասին, որ պետք է մարդկանց փոխանցել լավ տրամադրություն, անգամ եթե քեզ մոտ օրը այնքան էլ հաջող չի անցել, այո, դիմացինը չպետք է այն տեսնի։ Բոլոր DJ-ներն են Հայաստանում այդպես, հետաքրքիր է։ Դե ամեն DJ այլ մոտեցումներ ունի, կարծում եմ, հա, մի քիչ ստերեոտիպները DJ-ի նկատմամբ կարծում եմ այլ են, սովորաբար լինում։ Ես փորձում եմ կոտրել այդ ստերեոտիպները, մի քիչ այլ մոտեցում ունենալ դրա հետ կապված ու ինձ շատ լավ իսկ հետաքրքիր է որն է ձեզ ավելի դուր գալիս, ակումբային կյանքը թե օրինակ միջոցառումներին, երբ որ հրավիրում են, արդյոք գնում եք թե ոչ, օրինակ հարսանիք նվագելու, հարսանիքին նվագելու եւ եթե համեմատական անցկացնենք հայաստանյան պայմաններում որն է ավելի գրավիչ եւ լավ։ Ցավոք ես կասեմ, որ մենք ունենք լավ իվենտներ, ունենք տարբեր community-ներ, որոնք որ տալիս են որակ լավ միջոցառումներ, նաև Triangle-ում community-ն, այո, որի մասին խոսենք անպայման, բայց մի քիչ այդ հարսանիք վիճակները էլ ավելի այդ մոտեցումը ավելի շատ են, այսինքն սիրահարները այդ երաժշտության, որոնք որ հնչում են հարսանիքների ժամանակ, թե կորպորատիվների ժամանակ, այսպես ասած pop երաժշտությունը, հա, սիրողները ավելի քան շատ են։ Բայց վատ է pop-ը, Լեո։ Ստեղ գիտեք ինչ, հարցը լավի ու վատի մեջ չի։ Pop-ն էլ ոչ, pop-ն էլ պետք է հարգես այդ ամեն ինչը, բայց մեր ժողովուրդը ունեն խնդիր, ես կոչեմ դա, չեմ վախենա կոչեմ դա խնդիր, որովհետև կա խնդիր նոր ոչ ընդունելու, քո համար սիրելու, քո մեջ զարգացնելու, այդ դրա հետ ենք մենք շարժվում տարիներ շարունակ, փոքր քայլերով փորձում ենք առաջ գնալ, որը ստացվում է։ Երևի, քիչ թե շատ ստացվում է։ Մարինայի ես ընդհանրական հարցերը պատահական չեն, որովհետև բացի անհատ DJ լինելուց դուք ունեք Triangle-ում community-ն, համայնքը DJ-ների, տարիներ առաջ այն Guevo-ի հետ եք ստեղծել, իդեպ ողջունենք նաև Guevo-ին, ցավոք նա այսօր չկարողացավ գալ։ Այ ինչ նպատակով ժամանակին այն ստեղծվեց եւ այսօր ինչով է զբաղվում, ինչքանով է կարողանում նպաստել DJ-ական համայնքի կայացմանը Հայաստանում։ Շատ լավ, Triangle-ումը ստեղծվել է մոտ 9 տարի առաջ, արդեն մյուս տարի կկոլորացնենք, 10-ամյակը կնշենք, հուսով եմ շատ լայն մասշտաբով, այո, լայն մասշտաբով հիմնվել է նա այն նպատակով, որ զարգացնել էլեկտրոնային հենց երաժշտությունը Հայաստանում, հա, որտեղ ինքը տեխնոն էլ է միշտ եղել, հա, բայց Երևանում վերջի 10 տարիների ընթացքում 10-15, օքեյ, այդ ժամանակահատվածում ավելի շատ զարգացել։ Մենք փորձել ենք տանք մարդկանց այդ նոր երաժշտությունը, նոր ոճը ու ես տեսել եմ լիքը մարդկանց գառնի հենց մեր միջոցառմանը, հա, որ այն մարդիկ, որոնք որ չեն սիրել, չեն իմացել դա ինչ է, նենց մարդիկ, որ միգուցե եւ իրանց նման միջոցառումներին այդքան էլ լավ չեն պահել, հա, ուրիշ նպատակների համար են, հա, այցելել նման միջոցառումներ, բայց գառնի միջոցառմանը ես տեսել եմ, որ մարդիկ կրակ կա սենց աչքերի մեջ, հա, իրանք սենց իրանց համար սենց wow էֆեկտ է, որ
Այսինքն մենք չգիտեինք, որ մենք ունենք այդ երաժշտության կարիքը։ Այո։ Ինքը որովհետև շատ զգացմունքային է, մելոդիկ է, հա, ու կոնկրետ մեր տրիանգուլումի միջոցառումների ընթացքում հենց ավելի շատ մելոդիկ են ոնց են մարդիկ ծեխնո երաժշտությունը պատկերացնում, հա, որ պետք է ինքան պայմանը սենց շատ արագ ինչ որ գրեթե բան չասող եւ ես միշտ զարմանում եմ, որ հենց այդպիսի երաժշտության տակ մարդիկ կանգնած են, ուղղակի չեն շարժվում, այսպես են անում, լավ, հիմա ինչ է ինքը զգում։ Կամ նման արտահայտություններ, որ մենք, չգիտեմ, պետք է ինչ որ բանի տակ լինես, որ ազդեցության տակ լինես, որ շարժվես այս երաժշտության տակ, բայց այդքան էլ դա չի։ Երբ որ դու այդ աուրայի մեջ ես, այդ մարդկանց գեղեցիկ մարդկանց մեջ ես, այդ ամեն ինչը տեսնում ես, նաև մենք վիզուալներ ենք ունենում, շատ գեղեցիկ լույսային շոու ենք ունենում նման միջոցառման ընթացքում, մարդիկ հիացած են մնում վերջում։ Լեոն երբ նշում է Գառնեի միջոցառումները, այն մարդիկ ովքեր չգիտեն, ասենք որ նախ առաջինը 2019 թվականին եղավ Circle-ի հետ համատեղ, այսօր իդեպ մի հատված լսում էինք մինչև ձեր տաղավար գալը եւ սրա նպատակներից մեկը նաեւ մեր տեսարժան վայրերը հանրահրճակելն էր, չէ՞, ու հիմա օրինակ YouTube-ում 3.5 միլիոն դիտում ունի այս միջոցառումը եւ ամբողջ ընթացքում իր շքեղությամբ փայլում է մեր Գառնին ու նախորդ տարի էլ չէ կրկնվեց միջոցառումը։ Այո, 2023-ին եւ 24-ին էլ եւ բնականաբար արդեն ինքը դարձավ որպես իրադարձություն մարդկանց համար սպասելի այս տարի էլ ունենք բնականաբար օրը քիչ օրեր հետո կրապարակենք անպայման հա հիմա այդ փուլում ենք կազմակերպչական Եվ կարևորը որ այստեղ դուք մենակ չեք, սա ոչ միայն սիրողական միջոցառում է, նաև պետական աջակցություն կա, չէ՞, հաշվի առնելով թե ինչ մեծ քանակի տուրիստների կարելի է ներգրավել։ Այո, բնականաբար մենք միշտ ստացել ենք աջակցություն մշակույթի նախարարությունից, թե туриզմի կոմիտեից, որի համար միշտ շնորհակալ ենք իրանց, որ առաջնահերթ թույլ են տվել նման միջոցառում կազմակերպել նման վայրում այդ տարիներ առաջ երևի անհնարին ինչ որ մարդկանց համար ոնց Գառնիում նման մեկ մի հարսանիք եղավ ինչ պատմություն դարձավ որ մնաց մեծ նման տեխնոմիջոցառում այո ու ինքը Սևակն շատ ճիշտ է ասում հենց ինքը туриզմի զարգացման իհարկե մեր Գառնիի մասին շատերը գիտեն հա բայց այսօր նման Circle-ի մեդիա արտակի միջոցով շատ ավելի մարդիկ իմացան թե ինչ տաճարում ենք մենք հա Հայաստանում ու ինչու ոչ կարելի է պարզապես հայցելել Հայաստան ու գնալ տեսնել այդ տաճարը հա ինչպես ասում են Քիմ Քարդաշյանի շնորհիվ էլ ավելի շատ իմացան Հայաստանի մասին անհերքելի փաստեր կան մենք գիտենք որ կան մարդիկ ովքեր վերջին շրջանում դարձել են դիմահարդար երբ ունենում են այդ ապարատը դառնում են լուսանկարիչ, լուսանկարչական ապարատով ունենում են վահանակը, դառնում են DJ եւ սկսում են նվագել տարբեր երեկույթների ժամանակ ոնց ինչպես տարանջատել լավ DJ-ին, որովհետև օր-օրի շատանում են DJ տարբեր անուններով կարող ենք այսօր սոցիալական ցանցերում եւս տեսնել, ինչպես դառնալ լավ DJ եւ ինչպես տարանջատել մասնագետին, այո Այդ շատ կարևոր հարց է այս օրերին կարծում եմ ու այո քանակը շատ ավելին շատ է ես չեմ ուզենա որպես գոլեգաներ հա փնովեմ բայց պարզապես կցանկանամ բոլորին որ փորձեն ավելի զարգացնեն այդ ամեն ինչը այսինքն դու պետքա այցելես տարբեր իվենթներ թեկուս գնաս կրթվես տարբեր երկրներում տարբեր միջոցառումներին լսես երաժշտություն փորձես քո համար ճաշակ ձևավորես հա վերադառնաս ես այդպես եմ անել իմ համար իմ ճաշակն եմ հասկացել իմ սիրած ոչն եմ հասկացել նոր շարժվել եմ առաջ ու պարզապես գնել կոնտրոլեր եւ համակարգիչ հա որի միջոցով պետք է նվագես այդ շատ քիչ է DJ դառնալու համար հա տեխնիկապես պետք է լավ պատրաստված լինես պետք է հասկանաս ինչպես այդ պետք ճիշտ աշխատել լսարանի հետ։ Վերջը յուրաքանչյուրը կարող է դառնալ DJ, եթե ցանկանա, թե ինչ որ
կոնկրետ կետեր կան, որոնցով պետք է առաջնորդվել։ Օրինակ հիմա ես շատ եմ ուզում փորձել, բայց կարող է դա ընդհանրապես իմ առաքելությունը չի։ Դե սկսենք նրանից դուք դա ինչի համար եք ուզել, պարզապես ձեզ համար թե դա ձեզ ոնց որ գումար վաստակելու միջոց է լինելու։ Ինձ համար, օրինակ։ Մարինան գումարի խնդիր չունի։ Ձեզ համար եթե ամբողջ կյանքում իմ մասին այդպես եմ մտածել, դա համար էլ մեկս երկու չի դարձել։ Եթե սիրում եք, եթե ունեք սլուխ, հա, սլուխը ինչից է գալի, օրինակ եթե ասում եք երաժշտություն 100%-անոց է իմ լսողությունը։ Ոչ մեկ չել կարող Շատ լավ, եթե ունի լսողություն, ունի երևի թե ճաշակ, այո, շատ ավելի կայացած DJ-ի մոտ գնա վերապատրաստման, այդ ամբողջ քսորի, կասիս սա էս կնոպկանա, սա էս կնոպկանա, ձեռդ կբացվի, տեխնիկապես պատրաստված ճաշակ զարգացած լսած ամենակարևորը այդ ամեն ինչը որ դու ունենաս ու շփվես այն մարդկանց որոնք որ հասել են հաջողությունների ու ունեն անուն ինձ թվում է շատ ամեն ինչ հնարավոր է։ Պարզ բանաձևը Մարինա որոշել ես նաև ունենալ այդ մասնագիտությունը։ Ինչպես կարելի է եւ արդյոք կարող է յուրաքանչյուրը դառնալ DJ եւ ինձ մի հարցել է հետաքրքրում, արդյոք DJ-ները նյարդայնանում են, երբ մարդիկ մոտենում են եւ ասում են եղբայրս այս երգը կդնես։ Կարելի է DJ-ին մոտենալ խնդրանքով։ Երևանում կոնկրետ դա այնպես է, որ եթե դու քո ներվերը չանջատեցիր ու այդ հատվածը չհանեցիր քո մոտից, ուրեմն չես կարողանալու այդ գործը անես։ Այդ նենց բանա, որ լինելու է միշտ, հա, ցանկացած տեղում ու ես կարծում եմ պարզապես պետք է այդ մարդկանց շատ հանգիստ ձևով բացատրել, որ ոչ, այո։ Այսինքն չի կարելի, չենք մոտենում DJ-ին որևէ երգի խնդրանքով, որովհետև DJ-ը նախ տեսված սեթով է եկել եւ գիտի ինչ երաժշտություն։ Նո հիմնականում խնդիրը նրա մեջ է, որ մեր մարդիկ մտածում են, որ իրանք եթե ինչ որ վայրում են ու իրանք գումար են ծախսում այդ վայրում, իրանք ունեն արտոնություններ ամեն ինչ պրիվիլեգիաներ, այո, հա, որ իրանք կարող են մոտենալ DJ-ին իրանց սիրելի ականջին մոտ երաժշտությունը ուզել։ Այդ տեղից է գալիս խնդիրը։ Շատ լավ, Լեո, մենք եթերաժամի սկզբում նաև խոսում ենք մի նոր տենդենսի մասին ու եթե չեմ սխալվել, վերջերս դու էլ նվագել ես նմանատիպ մի միջոցառման, խոսքը կոֆե ռեյվերի, հա, սրճային ռեյվերի մասին է, մեր հաղորդումն էլ կոչվում է Սուրճ ու սեր առավոտից ու շատ այսպես արդիական է մեզ համար, զումերների եւ միլենիալների այսպես ստեղծած ձևաչափն է։ Մի փոքր պատմիր, դեռ չենք մասնակցել, Մարինան իդեպ առաջին անգամ էր լսում, ինչ է սպասվում այն մարդկանց, ովքեր գալիս են։ Մարինա ջան, եկել է Եվրոպայից այդ միտքը, ինչի օրինակ հիմա նոր թինեյջերների մեջ նոր տենդենս է, որ մենք կլաբեր չենք գնում, առողջ ապրելակերպ ենք վարում իմ նման։ Ու կլաբերը իդեպ ասեմ ձեզ լիքը կլաբեր փակվել է անցած տարվա ընթացքում, հենց կոնկրետ Լոնդոնում, որ Լոնդոնը ինքը հայտնի է իր ակումբներով ու որոշել են ինչ անեն այս մարդկանց համար, որոնք որ չեն ուզում ալկոհոլ օգտագործեն, մտածել են կոֆե շոփերում, հա, սրճարաններում DJ հասկացողություն լինի, մարդիկ գան, վերցնեն իրանց սուրճը, չգիտեմ, քաղցրավենիքը, DJ-ը նվագի, իրանք էլ ուրախանան։ Եվ դա ոչ գիշերային ժամի։ Եվ դա բնականաբար առավոտը ժամը Եվրոպայում ես ճշտում եմ առավոտը ժամը 9-ից 10-ից է սկսվում։ Մեզ մոտ քանի որ մեր հայերը մի քիչ ուշ են արթնանում 12-ից է։ Բայց թող լինի 12-ից։ Բայց կաշխատի Հայաստանում նման արդեն աշխատում է։ Հավատացեք, մենք սևակը տեսել ենք, մենք նվագել ենք Գուևոյի հետ մոտ 2 շաբաթ առաջ գրեթե ֆուլ էր, կարելի ասել ֆուլ էր։ Լավ, այդ մարդիկ չեն աշխատում, աշխատանքի չեն։ Շաբաթ օր էր։ Հա, շաբաթ օր։ Կներեք Կիրակի օր էր։ Ահա, ոչ աշխատանքային օր։ Ճիշտ օր է, շատ, շաբաթ կամ Կիրակի ցերեկը։ Մարդիկ չեն աշխատում։ Տեղ է հրավիրում, ասում ես չեմ կարող, վաղն առավոտյան ակումբ պիտի գնամ։ DJ Leon է նվագելու։ Իդեպ Մարինա, ես քեզ ցույց կտամ, տեսանյութեր ես էլ չեմ եղել, պարզապես տեսել եմ, պլանավորում եմ անպայման գնալ, շատ հետաքրքիր է։ Մի սրճարան արեց, որտեղ մենք նվագում ենք։ Այն օրը կողքի սրճարանում հենց անունները դե երևի չեմ ուզում տամ, բայց
ոգևորվեց այն մի կողքինը, հիմա ինքն էլ է դրել ու արդեն այս Կիրակի երևի թե 3 տեղ արդեն կա։ Հրաշալի է, երբ օրերը տաքանան, հատկապես տաք եղանակին ամռանը, կարծում եմ հրաշալի կլինի եւ էլ ավելի շատ մարդկանց կհամախմբի ու օրը այդպես պլանավորած կգնա։ Եվ նաեւ Լեոյի օգտին է, որ առողջ ապրելակերպ է բարում, ցերեկը կնվագի եւ գիշերը այսպես կքնի։ Այո, առավոտյան մարդիկ կգնան սպորտի։ Հետո կգան սուրճ, նախաճաշ հետաքրքիր ձևաչափ է, այո, այնպես որ կարծում եմ սա արդեն առավել պոպուլյար կդառնա։ Լեո, շատ երկար կարող ենք խոսել թե DJ-ի մասնագիտության եւ թե նմանատիպ հետաքրքիր ձևաչափերի մասին։ Վերջում պարզապես խնդրեինք ինչ է սպասվում այս տարի, հետաքրքիր DJ-ներ, միջոցառումներ, եթե կան, մեկը արդեն փոքրիկ էսպես անոնսեցիք։ Այո, չեմ ուզում վայրերը եւ օրերը նշել, բայց Տրիանգուլումը ունի Գառնան ընթացքում մոտ 2-3 միջոցառում, հա, ավելի բնականաբար մասշտաբային փոքր։ Պարզապես հետևեք Տրիանգուլումի էջին եւ ոչ միայն Տրիանգուլումի, կան լիքը լավ ավելի կան լիքը էլի community-ներ, որոնք որ կազմակերպում են միջոցառումներ։ Դե մեկ էլ գլխավոր իրադարձությանը Գառնի միջոցառումը հուլիսի սկիզբ։ Շատ բարի։ Քիչ բացեմ։ Այնպես որ հետևեք անպայման։ Այո։ Շնորհակալ ենք շատ։ Շատ շնորհակալ եմ հրավերին։ Էլի այլ առիթով անպայման կզրուցենք, որովհետև այս թեման կարծում եմ անսպառ է։ Միասին անդրադառնանք երեկվա կարևոր իրադարձությանը, ֆուտզալի Հայաստանի ազգային ընտրանին, ընդունել էր Ղազախստանի ընտրանուն եւ մեր թիմը հաղթեց 4-2 հաշվով եւ զբաղեցրեց առաջին տեղն իր խմբում։ Հայաստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի ֆուտզալի Եվրոպայի առաջնությանը։ Մենք շնորհավորում ենք մեր թիմին։ Հայաստանի հավաքականի կազմում հետ-տրիկի հեղինակ դարձել Նիկիտա Խրոմիխը, եւս 1 գոլ խփել է դարպասապահ Ալբերտ Աղաջանովը։ Եվ այսպես UEFA-ի ֆուտզալի Եվրո 2016-ի որակավորման հիմնական փուլում Հայաստանի հավաքականն ընդգրկված էր 6-րդ խմբում, որտեղ մեր մրցակիցներն էին Ալբանիան, Դանիան եւ Ղազախստանը։ Խմբերում առաջին հորիզոնականը զբաղեցրած 10 երկրների հավաքականները նվաճում են Եվրոյի ուղեգիր, որտեղ նրանց միանում են եզրափակիչ փուլը հյուրընկալող Լատվիան եւ Լիտվան։ Իր հերթին մնացած 4 ուղեգրերը կվիճարկեն խմբերում երկրորդ տեղը գրաված հավաքականները։ Իդեպ ասենք, որ հաղթական լուրերը մեր մարզիկների կողմից 3 շատ էին, ըմբիշ Վիգեն Նազարյանն էլ 7-0 հաշվով հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին եւ դուրս եկել եզրափակիչ Ալբանիայի մայրաքաղաքում է շարունակվում ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը եւ ջախջախիչ հաղթանակ է տարել մեր մարզիկը Հայաստանի ներկայացուցիչները շարունակում են իրենց մրցումները մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։ Մենք շնորհավորում ենք մեր բոլոր մարզիկներին, շնորհավորում ենք նաեւ ֆուտզալի մեր հավաքականին, սա իսկապես մեծ նվաճում է, սպասում ենք ել ավելի մեծ բարձունքների, փաստորեն մեծ ֆուտբոլում, եթե մի քիչ դանդաղ քայլերով ենք առաջ գնում, ապա ֆուտզալի հավաքականը իսկապես շատ լուրջ է տրամադրված եւ դա հրաշալի է, շնորհավորում ենք բոլորին։ Այսքանն էինք այսօր նախատեսել, շարունակենք մեր առավոտյան այս սրճային ռեյվը եւ հիմա էլ Ասիդ Պաուլիին ենք լսում եւ աստիճանաբար ձեզ հրաժեշտ ենք տալիս, վաղը անպայման միացեք Սուրճուսերին 9:30-ից, ցես կողջունեն մեր գործընկերներ Տիգրան Հարությունյանն ու Լուսինե Մուրադյանը։ Ես Մարինա Գրեգնեմ, ինձ հետ տաղավարում աշխատեց Սևակ Հակոբյանը, մի խումբ մարդիկ մեր գործընկերները, որոնց չեք տեսնում, ձեզ մաղթում ենք օրվա լավ շարունակություն եւ բարձր տրամադրություն։